Հիմա դուրը կջարդեն։ Որ չենք բացում, ուրեմն զբաղված ենք։ Ուրա դորը։ Ոչ կորեկտ հարց եւ ընդհանրապես ձեր այստեղ հայտնվելն է շատ անկորեկտ։ Կանչի նրան։ Չեմ հասցնի։ Կհասցնես։ Ներիր բախկոտիս, որ չհամարձակվեցի մայր լինել։ Քեզ էլ զրկեցի հայր լինելու հնարավորությունից։ Ողջ կարողությունս քեզ եմ թողել։ Կտակը կազմված է։ Ինձ կարողություն պետք չի։ Ես ամբողջ կյանքում դրա կարիքը չեմ ունեցել ու չունեմ։ Կուզեի քեզ սեր տալ, բայց ժամանակս չներեց։ Ասա, որ ինձ ներում ես։ Հա, ներում եմ։ Մամա, ուզում եմ նորից լսել։ Ուզում եմ հավատալ, որ իմ միսիան կատարել եմ, որ ես իբրև մայր կարողացա ինչ-որ բան անել քեզ համար։ Արել ես, լսում ես։ Արել ես, մամա։ Ուրեմն ես հանգիստ։ Հելեն, ես քեզանից թաքցնելու բան չունեմ։ Առավոտյան գնացի Մերիին հանդիպեցի, փորձեցի նրան մարդավարի բացատրել, որ ես ամուսնացած եմ, որ ես քեզ եմ սիրում, որ այդ իր քայլերով առաջին հերթին ինքն իրան է վնասում։ Կարող ես չպատմել։ Դու իմ այնքան էլ լավ չես։ Պարկի հանգստացի, մենք առավոտյան կխոսենք։ Բայց ինքը ինձ ինչպես միշտ Մերին անվերջ խոսում էր, ինչը իմ վրա ազդում էր,
Ես փորձում էի հեռանալ, բայց չէի կարողանում։ Մարմինս ինձ չէր ենթարկվում։ Այդ ապուշը կարող էր քեզ վնասել։ Նա դա բազմիցս ապացուցել է, որ կարող է անել։ Քո միակ մեղավորությունը նա է եղել, որ դու գնացել ես հանդիպման։ Դու ոչ մի դեպքում չպետք է ընդուներ նրա առաջ քաշած պայմանները։ Բերեն ես է տարել եմ հանուն մեր ազատության։ Այս բարագայում քո կյանքն ու առողջությունը ինձ համար ամեն ինչից կարևոր է։ Էլեն, ես չգիտեմ այդ գիժանտերը ինձ ինչ կաներ, եթե Ստյոպենք ժամանակին չհասնային։ Ստյոպենք ինձ գտան անգիտակից, մերի հետ անկողնային վիճակով։ Էլեն, ես չգիտեմ ոնց եմ հայտնվել այդ վիճակում։ Ես մեքենայի մեջ եմ գիտակցության եկել։ Տղեկ ինչ ճանապարհին պատմեցին, թե ոնց են ինձ գտել։ Կարևորը, որ դու անվնաս տուն ես հասել։ Դու իմ քայլը սխալ չես հասկանում, չէ՞։ Չէ, կյանքս, չէ։ Մենակ խնդրում եմ, արի մեր շանտաժներին կուլ չգնանք։ Արի ուժեղ լինենք ու վստահենք միմյանց, որովհետև մենակ այդ դեպքում մենք կարողանանք մերին դուրս մղել մեր կյանքից։ Կյանքս ես գիտեի, որ դու ինձ ճիշտ կհասկանաս։ Գորի խելքն ասեմ, որ փորձել է այդ վտանգավոր կենթանու հետ լեզու գտնի։ Հա, մեր իսկական կենթանի է, վտանգավոր, որից ինչ ասես կարա սպասես։ Այսպես ապրել այլևս անհնարին է։ Քանի մերին հանգիստ ապրում այս քաղաքում, Գորի ու Էլենի կյանքը վտանգված է։ Սոնխուճապի մի մատնվիր։ Ինձ մի հանգստացրու։ Դու ասում ես, բայց դու ինձանից պակաս խուճապի մեջ չես գտնվում։ Տղեկ դուք ինչ կասեք։ Բայց այսօր մերին Հայաստան գալուց հետո առաջ անգամ տեսա։ Ու անկեղծ նույնիսկ ես վախեցած եմ։ Իրանից շատ զգուշապետ լինել։ Այրոք պետք է իրանից զգուշանանք, թե չէ հաջորդ անգամ իր ընդհակառակը կգցի։ Ու ինչ գիտես, ավելի դաժան պատրաստություն կարող է մեր համար տենը։ Էլ չեմ սպասի, թե երբ մերին հաջորդ հակարդել արելու։ Ես ինքս որոք այդ կայուս եմ, որ ընկնի ու էլ դուրս չպրծնի։ Բելան աղջկան տեսնելով վերջապես կհանգստանա։ Նայած թե այդ աղջիկը ինչ կասի նրան։ Բելան այդ աղջկա մեղադրանքներից հետո ընկավ հիվանդանոց։ Բելան մահամերձ բարկած էր։ Նրա կտրուկ վատացումը չի կարելի պատճառաբանել մերի մեղադրանքներով։ Բնական ամիսի է, որ դուք պետք է պաշտպանեք ձեր աղջկան։ Բայց նա լավ մարդ չի։ Եթե լավ մարդ չլիներ, չէր գա Բելայի տեսության։ Իսկ նա եկավ։ Դա նշանակում է, որ նրա հոգում չարություն չկա։ Խոսեցիր։ Հա, բայց մեր խոսակցությունը կիսատ մնաց։ Ինքը ինձ խնդրեց, ասեց, ինձ ասա մամա։ Ես էլ ասեցի, ուրախացավ։ Հետո արհամարեց ու լռեց։ Երևի նրան ինչ-որ բան չես ասել, չէ՞ որ կվշտացներ նրան։ Վայ, ասել եմ մամա, մամա, բայց ինքը աչքերը փակեց ու քնեց։ Չարձագանքեց։ Ինչ ես նրան արել, ինչ ես ասել։
Բելլա։ Համիջես խաղաղությամբ, Բելլա։ Օքես, արտասվել է ուզում, մսե շար։ Ոնց է կարոտել Էլեն ջան։ Ես էլ քեզ մամ ջան։ Ես ինչ չէի ների, եթե իրար այսքան կարոտած մարդկանց չհանդիպացներ Տիկինանայիդ։ Լավ, հիմա գորի ինչ կմտածի։ Ես ոչ մի բան չեմ մտածում։ Հաշվեք, ես տեղ չեմ։ Այ հիմա երեխեք ջան, սիրտս տեղն ընկավ։ Նստեք։ Չէի հավատում, որ Էլեն ինքը տեսնեք Տիկինանայիդ։ Ուզում էի ձեզ տեսնեի այսքան երջանիկ։ Հա դե Էլենի բողոքներից հետո յուրաքանչյուրն էլ ձեր փոխարեն այդ ցանկությունը կունենար։ Էլմի, ես չեմ բողոքել։ Դե արել ես եմ լսել։ Չեմ ստի, շատ անհանգիստ էի։ Բայց հիմա որ տեսնում եմ ձեզ, տեսնում եմ ինչքան սեր ու ջերմություն կա, այ հիմա հանգիստ եմ։ Ես իրան լավ եմ նայում Տիկինանայիդ։ Ուղղակի ինքն է այս բացի թողի մատնում։ Սուտ ասա։ Ժորիկենք ոնց են։ Լավ են, չէին թողնում որ գայի։ Դե, քանի որ իմ մաման էլ շատ համառ է, իրան այնտեղ պահել չկարողացան։ Ասեք ձեզ ինչ հյուրասիրեմ։ Բան պետք չի Տիկինանայիդ։ Հաց են կերել, նոր ենք դուրս եկել։ Ուղղակի կինես, որ շատ էր ուզում ձեզ տեսնել, ասացի խաթրից դուրս չգամ։ Բերեմ տեսնեք, որ լավ եմ պահում։ Իրա բողոքներն էլ անհիմն են։ Տեսե, որ նորից ասում եմ բողոքներ։ Գորջան, աղջկաս մերի վերադարձներ խուճապի մեջ գցել։ Նա քեզնից չի բողոքել։ Ասել եմ Տիկինանայիդ, ուժի եմ ենթարկելու, եթե մի անգամ էլ Մերին մտնի մեր կյանք։ Մերի վերադարձը մեր համար ոչ մի բան է, Տիկինանայիդ։ Ու ինչքան շուտ ինքը դա հասկանա, այնքան շուտ ավելի դուրս կգա ձեր ասած խուճապից։ Իրավացի եմ։ Պապ ջանը երբ է վերադառնալու։ Առայժմ ինքն է չգիտի։
Ասած հենց իմացավ, մեզ նախորդ կզգուշացնի։ Բինան ուզում է իմանա, թե Ջոնը երբ է գալու, որ իրեն դպրոց տանի։ Ինչի մեջ չի վստահում, թե Ջոնի հետ իրեն ավելի ապահովված դու։ Ես Ջոնի սովորել եմ, համես իրան բոլոր գաղտնիքներս ասում էի։ Հասկացանք ինչ հաշիվ է, Ջոնը քո վստահված անձն է եղել։ Բարի լույս։ Բարի լույս։ Էլեն, ես ոնց կարողացար մեր ալարկոտին անկողնուց հանել։ Ես բարձրացա, ինք արդեն վերեր կացել։ Սրանից հետո սենց է լինելու, արտանալու ենք առավոտ շուտ, գնալու ենք դասի ու ապրելու ենք նորմալ մարդկանց պես։ Գոր լավ ես քեզ զգում։ Հա, պապ ջան։ Դե հաց կերեք։ Քեզ ինչ դնեմ։ Ինչ որ դու կուտես։ Էս ուրիշ լավ օր է, բոլորս լավ դրամատրություն ունենք։ Համաձայն եմ բին, այսօր շատ լավ օր է։ Երեխեք ջան, մեզ մեծ լավություն կանեք, եթե միշտ իրար հետ սենց ջերմ եւ սիրով լինեք։ Գոր, երևի այսօր տանից դուրս չես գա, չէ՞։ Դուրս եմ գալու պապ, ու ոչ մենակ։ Գոր, դե ավելի լավ, արի միասին դուրս գան, գնանք օֆիս խոսելու բան ունենք։ Պապ, հետո կխոսանք էլի։ Ես Օլենը որոշել ենք համալսարան գնանք, Ստյոպն ու Սևակն էլ սպասում են մեզ։ Ինչի հիմա դասի եք։ Հիմա քննական շրջան է, իսկ մեզ մոտ բարձրթողի վիճակ է։ Եթե շարունակենք մոռանալ, որ մենք համալսարանի ուսանողներ ենք, մեզ դուրս կթողնեն համալսարանից։ Ինչը ինձ համար շատ վատ է։ Լավ եք որոշել, արժե համալսարան գնալ։ Արդեն քիչ-քիչ մտեք կյանքի բնականon հունի մեջ։ Իսկ չանձնված քննությունների եւ դասերին չհաճախելու համար միանանք ստացեք։ Ես դրանով կզբաղվեմ։ Այս անգամ ինքս կլուծեմ դրանք, պապ ջան։ Այդ առանց դասի գնալու պետքա կարողանաս քննություններ անցնել։ Պապ ջան, Էլենի օգնությամբ կհանձնեմ։ Քորս ինչ լավ կարծիք է եսի մասին։ Ես էլ քեզպես դասերից բացակայել եմ ու չգիտեմ ես ինչպես եմ անցնելու։ Դե քեզ ինչ կա, երկու հատ կարդաս ու սաղ պատրաստ է։ Հետո գոնի կպատմես։ Դե սովորող կնիկ ունենալը լավ է, էլի։ Մտեք։ Կարելի է։ Այո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչ որ հարց կա։ Արձու նշանը ասացին, որ սրանք դուք պետք է նայեք։ Տեսնենք։ Ուրիշ։ Այդքանը։ Ես կնայեմ, եթե փոփոխություններ լինեն, ձեզ անպայման տեղյակ կպայեմ։ Բարի։ Փառքդ շատ, Տեր Աստված։ Պետք չի ձեզ կաշկանդել, Տիկին Անահիտ։ Մարիս ջան, մենակությունից մենակ թե շատ չնեղվես, դե ինչ արած քեզ էլ ուսումնատեն երիտասարդաբաժին ընկել։ Լավ ասեց ուսումնատենչ, քո նման սովորող ես դեռ չեմ տեսել։ Դե, պապ ջան, ես համեստ մարդ եմ, իսկ Մարիցան համեստ մարդկանց է սիրում, ես իմ ամեն քայլով փորձում եմ ինձ համեստ ցույց տալ։ Այդ որ հիշել ես, որ ուսանող ես, դա լավ է, բայց որ Մարիցան մենակ է մնալու, դա վատ է, չէ՞։ Եթե թույլ տաք հյուր ընդունել, ես ինձ մենակ չեմ զգա։ Չհասկացա, սա քո տունն է։ Հյուրեր ընդունելու համար պարտադիր չի մեզանից թույլտվություն խնդրես։ Հա, բայց պարտադիր է իմանալ, թե ով է լինելու հյուրը։ Խանդում է։ Էվան է ուզում գա։ Ինքն մարդն է, ում առաջ այս տանդրները փակ են։ Սևակ, մենք այն անգամ խոսեցինք, չէ՞։ Ես ասացի, որ փոխվել է, ոնց որ ուրիշ մարդ լինի։ Մարիցա, Սևակը քեզ համար է անհանգստանում։ Էդ իրա մի խոսքով քեզ կարա թունավորի, իսկ ես դա չեմ հանդուրժի։ Էվան չէ, ով ուզում է լինի։ Սևակ, ես Էվային վստահում եմ։ Ինքը փոխվել է, ու ինձ հաճելի է իր այդ շփվելը։ Դե, եթե հաճելի է, եթե նրա գալը նպատակահարմար ես գտնում, հրավիրիր, թող գա ավելի լավ, մենակ չի լինի։ Զզվում եմ այս զանգերից։ Ալո։
Բարև աղջիկս։ Ես եմ։ Իսկ դու ով ես։ Ինչ է քեզ թվում, ես քեզ պետքա ճանաչեմ, թե դու այնպիսի մեծություն ես, որ քեզ չճանաչել չի լինի։ Մի բարկան աղջիկս, չէ որ ընդամենը մի քանի ժամ առաջ դու ինքդ էիր խնդրում, որ ես քո կողքին լինեմ, որովհետեւ դու կարողանաս հաղթահարել մորդ մահը։ Ի գիտություն ձեզ, ես մայր չեմ կորցրել, հարգելիս։ Իսկ նախքան ինձ զանգելն ու քնից կտրելը, դուք ինքներդ ձեզ հարց տվել եք, դուք դրա իրավունքը ունեք, թե ոչ։ Ես զանգեցի, որպեսզի զգուշացնեմ, որ մենք, ես եւ Շարլը, պատրաստվում ենք Բելայի հոգեհանգիստը կազմակերպել։ Մտածեցինք, որ դու նրա աղջիկն ես, գուցե ինչ-որ պահանջներ, առաջարկություններ կունենաս։ Թանկագինս, թաղման բյուրո չես զանգել, կրկին փորձիր, բայց այս անգամ ճիշտ համարով։ Հիվանդներ։ Իսկ ես համարձակվում էի կարծել, որ նրան դեռ փրկություն կա։ Էլա, դու տանից դուրս ես գալու։ Չէ, Ռոբերտ, ես տեղ չունեմ գնալու։ Էլա, միգուցե մեղայականով հանդես գա։ Ես այս անգամ չեմ նահանջի, Ռոբերտ։ Ինչ որ չեմ հավատում։ Կսպասենք, տեսնենք։ Քեզ բարի օր եմ մաղթում, Ռոբերտ։ Քեզ այդ չի խանգարի։ Ալո։ Մերի, ինչի ես ինձ զանգել։ Զանգել ես, որ նորից գամ քեզ ծառայեմ։ Մամուլ, իսկ ինչի այդքան կոպիտ։ Ախր փոքրիկի զարգացման համար դա շատ վատ է։ Նա հիմա շատ խոցել է, ամեն ինչ հասկանում է ու շատ անեղվում, երբ իր մամային նեղացնում են։ Մերի մեծ բեմում չես ու հանդիսատեսել չկա, որ քեզ ծափերով ողջունի։ Հաջողություն քեզ։ Մամուլ, մայրն աղջկանից չի նեղանում, չի կարելի, ախր Աստված կպատժի։ Երևում է լավ ժամանակ ես անցկացրել։ Տրամադրությունդ բարձր է, ընթրիքս սրտովդ ա եղել։ Շատ ուրախ ես երևում, Մերի։ Ինչպես կարող եմ ուրախ լինել, եթե 3 գիշեր որբաց է։ Քո խոսքերն այնքան անմիտ են, որ ես դժվարանում եմ քեզ հետ զրույց ունենալ, Մերի։ Մամ, Բելան մահացավ, ես ստրեսի մեջ եմ, դա կատարվեց ուղիղ աչքի առաջ։ Մերի, սա քո հերթական հորինվածքն է, ես չեմ հավատում։ Նա մահացավ, բայց ես չեմ որբացել, որովհետև ունեմ քեզ ու խստապահանջ հայրիկիս։ Մերի, ինձ հիմա ինչի ես զանգել։ Որ միասին գնանք հիվանդանոց, բոլորն իմ հրահանգներին են սպասում։ Ուրեմն գնա, բայց առանց ինձ, Մերի։ Մամուլ, աղջիկդ մենակ չի կարող գնալ, մենք միասին պիտի գնանք։ Հետո դու շատ փափուկ սիրտ ունես։ Ես վստահ եմ, որ դու կցանկանաս հարգել նրա հիշատակը։ Ոչ։ Մամուլ, նա կինը, որը ինձ լույս աշխարհ է բերել։ Հետո նա կինը, որ ապաշխարել է։ Եվ բացի այդ նա կինը, որը ինձ թողել է իր ողջ կարողությունը։ Մամուլ։ Դու ես ինչ ծնունդ ես, Մերի։ Հագնվում եմ ու քեզ սպասեմ։ Չմոռանաս սև հագնել։ Հա, ու առանց շպարի։ О, сколько лет, сколько зим. Դու ուզում ես տեղ սպասես, սա կգամ։ Գոր, իսկ լինեն դու միանաս նրանց ես մոտենամ նային, խոսենք համար քննություններից կհարցնեմ։ Եղավ։ Լավ, լավ։ Ապա։ Նայ։ Կզանգեմ։ Բարև քուրիկս, բարև։ Բարև։ Ոնց ես։ Լավ, դու ոնց ես։ Շատ լավ, անդիր, շատ լավ բան ես արել, որ եկել ես, որտեղ ես ու պապան անկեղծ ասած անհանգստանում ենք, որ բացակայում ես քննությունների չես գալիս։ Անկեղծ ասած, ես հիմա շատ ամաչում եմ ու չգիտեմ դասախոսների դեմքին ոնց եմ նայելու։ Լավ, նորմալ ամաչի։ Միջանց պապան էստեղ շատ կուրախանա, որ քեզ տեսնի, ամբիոնում եմ բարձրանք։
Դե զանգեմ Գորին զգուշացնեմ, որ ինձ չփնտրի։ Էլեն, ասում եմ բարձրանանք մի հարկ վերև, ես չեմ ասում հանրապետությունից բացակայեք։ Ամեն դեպքում զգուշացնեմ։ Գոր, ես նորի հետ բարձրանում եմ ամբիրում Իսակվարի ինչի մոտ։ Գոր։ Դե շուտ կգաս։ Լավ։ Գնանք։ Գնաց։ Այսօր ընդհանրապես քննություն չկա։ Կուրսի մի մասը այսօր քննության, մյուսն էլ վաղը։ Լատայակ ջան, Ստյոպան այս լավա պատրաստը, որ հենց այսօր է կարա մտնի ու 100 նախտ կստանա։ Որ մի քիչ զեղչեր արվեն, բոլորովի կստանանք։ Ստյոպ, էլ մի լոպազացի էլի։ Լավ, իսկ եթե ավելի լուրջ, մեր մեջից ամենալավը պատրաստվել է Գորը։ Ասևուկ, դու էլ խելոք մնա։ Ասպեր ինչ կա, մեր տղեկտեն, մեր կուրսեցիներն են, պատ մի ասը թող իմանան, թե ինչ փոփոխություններ ես ենթարկվի ամուսնությունից հետո։ Հիմա դու չես ամուսնանում, որ փոփոխությունների չենթարկվես։ Խնդիրներ չունեցար, երբ իմացան գալուս մասին։ Իրանք արդեն գիտեն, որ փոխվել ես։ Բայց դեռ դժվարանում են հավատալ, չէ՞։ Ես գուշակելուց միշտ էլ լավ եմ եղել։ Դե քո համար էլ գուշակի, թե արդեն գուշակել ես։ Այն նոր ծանոթից հետ ինչ կա։ Դեյվը շատ լավ տղա է երևում, նաև շատ սիրուն է։ Աչքի ընկնող արտաքին ունի։ Դե եթե մոդելա պարզ է։ Չեմ շտապում։ Այս անգամ թողել եմ Աստծո հույսին, որը բարին է, թող այնպես էլ դասավորվի մեր հետագա հարաբերությունները։ Իսկ սրտումը տեղ թողել ես մոդելի համար։ Պատկերացրու, հա։ Դրանից հետևություն։ Հավանում ես։ Կարծես թե։ Այնքան եմ ուզում, որ երջանիկ լինես։ Լավ։ Ինձնից շատ խոսեցինք, մի քիչ էլ քո մասին պատմի։ Ես երջանիկ եմ։ Ուրիշ ինչ ասեմ։ Իսկ ամուսնություն հարսանիք չի սպասվում։ Որ իմ ու Սևակի հարսանիքի մասին խոսում ենք, ծիծաղից գալիս է։ Մտափոխվել եք։ Էլ առաջվա նման այդ մասին չենք երազում։ Հլա աչքերս նայի։ Ինչի։ Նայի կասեմ։ Ինչ։ Հարսանիք չեք կարևորում, որովհետև եղել է այն, ինչ քո նման աղջկա համար որպես պարտադիր պայման պետք է լիներ միայն հարսանիքից հետո։ Իմ կամքին հակառակ ոչինչ չի եղել։ Ես ու Սևակը սիրում ենք իրար։ Դու ինձ անասա, երջանիկ ես։ Անչափ։ Ու նույնն էլ քեզ եմ ցանկանում։ Դուք սպասում եք, որ ես պետք է մամայիս ճակատագիրը որոշեմ։ Մերի ոչ թե ճակատագիրը պետքա որոշես, այլ թե ինչպես եւ որտեղ պետքա անցնի կնոջ հոգեհանգիստն ու հուղարկավորությունը։ Ճիշտ չարտահայտվեցի։ Այո, դու Բելայի ժառանգն ես եւ պարտավոր ենք քո ցանկությամբ ամեն ինչ անել։ Բացի ժառանգը, ես նրա միլիոնների ժառանգորդն եմ։ Հրաժարվում եմ հավատալ, որ իմ արյունը այս տեսակ սառնասիրտու հաշվենկատ է։ Մենք այստեղ չենք հավաքվել կտակ բացելու։ Եթե ասելիք չունես, ուրեմն ես ու պարոն Խոսրոևը կորոշենք, թե ինչ անել։ Ուրեմն լսեք, պարոն։ Մերին այն աղջիկն է, որը միշտ ասելիք ունի։ Եվ այսպես, հոգեհանգիստը կկատարենք եկեղեցում։ Հիմա այդպես նորաձևա, չէ՞։ Հատկապես մայրիկիս դեպքում նրա մեղքերի պարկը մի փոքր կթեթևացվի։ Իսկ հուղարկավորությունը հիմա մեր երկրում կարող է տեղյակ լինեք, դիակիզումն ընդունվեց թե ոչ, թե դեռ քննարկման փուլում է։ Գնանք, Շարլ։ Մենք դեռ շատ անելիք ունենք։ Ներեցեք, տիկին։ Շնորհակալ եմ, տիկին։ Սրանք քեզ վրա աչք ունեն։ Դու անտանելի ես, Մերի։
Ինձ միայն մի բան է հետաքրքիր։ Դու ցնդել ես, թե իսկապես խաղում ես։ Մամուլ, դու ինձ սենց մի բան ասա։ Երբ ես կկարողանամ տնօրինել մահացած մամուլիս թողած կարողությունը։ Ես չգիտեմ, Մերի։ Դու նման բաներից գլուխանում ես, չէ՞։ Երբ Մերին կդառնա մեծահարուստ դամ։ Իսկ դու կլինես իմ պրոտեժեն։ Մի փոքր հարգանք ունեցիր, Մերի։ Վայ, որ չհարգեի կդարձնեի ինձ պրոտեժե։ Իմ չէ, Մերի, քեզ լույս աշխարհ բերողի հանդեպ։ Լավ, հանձնարարականները տվեցի, կարող ենք գնալ։ Բալես, ես կարող եմ քեզ օգնել։ Կխնդրեմ դասախոսներին ինձ չեն ներ, կընդառաջեմ։ Շնորհակալ եմ Իսակ Խորենիչ, բայց ես սովորեմ իմ գնահատականները ինքնուրույն վաստակել։ Այ, քույրիկս ա։ Դե մի բանով պետք է նման լինենք, չէ՞։ Ուրիշ ո՞նց ես, Բալես։ Լավ։ Էլեն, Էստերը քովեր վերադարձել ա՞, թե դեռ։ Չէ, Էստեր ա, պապի, ես Մինայից իմացել եմ։ Ինչ-որ բան կա փոխանցելու։ Հա, պապ, ինչ։ Բարևներս, անպայման փոխանցիր Էստերին։ Անպայման կփոխանցեմ։ Կապիտենը Մելենը ինչ ասում ու գամ։ Գամ է դու։ Չէ։ Բայց ինչի ուշացար։ Կարոտեցիր։ Դու չկարոտեցիր։ Իհարկե կարոտեցի։ Գիտես, պատերից էլ կարոտես արա։ Ես համալսարանը իրոք շատ էի կարոտել։ Ինչքան հուշեր ունենք, չէ՞, մենք էս կառույցի հետ կապված։ Մեր սիրո համար նույնիսկ մենք էս համալսարանին ենք պարտական։ Այն կինն ա գալիս, պապ, ժորգի խնդրանքով դեպը գնացել ա օդանավակայան, որ դիմավորի։ Ինչ կին։ Անահիտը։ Հա, պապ, Անահիտը։ Բայց ինչ ես խառնվում։ Եթե դևը մտադրությունն է ասելու, արդեն վաղուց ասած կլիներ։ Հիմա ամեն անգամ էսպես է լինելու։ Ես իմ հերթին, դու քո հերթին մտածելու ենք, որ նա կարող է իմանալ ճշմարտությունը։ Ինքս ինձ տանջում եմ։ Եթե Դեյվը չասի էլ, միևնույն է, ես հանգիստ չեմ գտնի։ Ես երբեք օտարություն չեմ էլ զգացել իմ անձի հանդեպ։ Իսկ տիկին Անահիտին խոստովանելով, պապ, ես կուրանամ քո արածը։ Ես Դեյվին նման զողողության ենթարկելու իրավունք չունեմ։ Ավելի լավ է մեկ հարվածից տապալվեմ, քան դանդաղ տանջամահ լինեմ։ Անահիտ, Անահիտ, ահա և դուք։ Ալո,
Բարև ձեզ Անահիտ։ Ձեզ հետ բժիշկ Ռուբենն է խոսում։ Դուք? Զանգը ձեզ անակնկալի բերեց, այո։ Կարծում էի, որ մենք էլ երբեք շփման առիթ չենք ունենա։ Մինչդեռ ունենք։ Ինչի եք զանգել։ Խնդրելու, որ հանդիպենք։ Ես չեմ ցանկանում ձեզ հանդիպել։ Միթե չեք ցանկանա վերջապես իմանալ ինչ է կատարվել 22 տարի առաջ։ Գիտեմ։ Ոչ ամենը։ Եթե ուզում եք բարձել ողջ ճշմարտությունը, եկեք։ Ես իմ աշխատասենյակում կսպասեմ ձեզ։ Էլ ինչ կա, որ պետք է իմանամ։ Էլ ինչ հարված է ինձ սպասվում Սերոժի կողմից։ Էլ ինչ դավադրություն կա։ Մամուլ, բաժակդ վերցրու։ Խմում եմ իմ առատաձեռն մամուլկայի հիշատակի համար։ Մամուլ, այդքան հիշաչար չեն լինի։ Այդ խիղճ կինը քո աղջկան մի րոպեում դարձրեց միլիարդատեր։ Իսկ դու չես խմում իր հիշատակի համար։ Զզվելի ամերի պահվածքդ։ Էնպես ես ոգևորված խոսում այդ փողերի մասին, ոնց որ ամբողջ կյանքդ փող տեսած չլինես։ Ինչ ես կարծում, որ գոռը, չէ, Ալբերտ Սերոփիչը մեծն կապիտալիստ է։ Իմանա, որ ես փողերի մեջ լող եմ տալիս, որ ես ավելի եմ հարստացել։ Ինչ կանի։ Գոռին այսպես տուփի մեջ կփաթաթի ու կուղարկի ինձ որպես ամանորյա ուշացած նվեր։ Փաստորեն այդ կնոջ թողած ժառանգությունը քեզ այդպես ուրախացրել է, հա Մերի։ Կապիտալիստները այն գիշատիչներն են, որոնք փողի հոտարներով ամեն քայլի գնում են։ Միայն թե գեշահույց տանեն։ Մերի, եթե շարունակես այս զզվելի խոսակցությունը, ես կգնամ։ Մամուլկին, դու նեղացել ես, որ ես քեզ երեք ընթրիքի չհրավիրեցի։ Բայց հասկացիր։ Կլինի լռես, Մերի։ Լավ, քեզ գաղտնիք բացեմ։ Գորի հետ էի ընտրում։ Մենք ուրույն գիշեր ունեցանք, գորը ինձ համար խենթանում է։ Պապ, ո՞նց ես տղես։ Լավ եմ, պապ։ Դու լավ ես։ Հա, ես էլ եմ լավ։ Չի ասի։ Ձայնդ ինչ որ են չի։ Լավ եմ։ Դեյվ, ուզում եմ իմանաս, որ ես քեզ չեմ ճնշի, որ քո փոխարեն որոշում չեմ կայացնի, դու պետք է ստանաս այն, ինչի կարիքն ունես։ Ասածներից հետ որոշի բան չհասկացա։ Մի քիչ ավելի պարզ կխոսաս։ Ձեզ հարցնում են, ասացին սպասում եք։ Լավ տղես։ Պապ։ Ներկայացավ։ Որպես Անահիտ։ Նորս հրավիրեմ։ 2 րոպեից։ Լավ։ Ինչի անջատեց։ Պապայի հետ հաստատ մի բան են չի։ Դե ոնց կլինի մի կանել հեռախոսը վերցնի։ Ամոթ չի բա։
Բարեկամ հասկացանք։ Այդ բելա կոչեցյալի մահով գործը չի փակվում, չէ՞։ Բնականաբար մենք հետևելու ենք մեր ռեդակցիանի յուրաքանչյուր քայլին, որպեսզի ձեռք բերենք մեզ անհրաժեշտ ապացույցները, որոնց հիման վրա նրանք կկարողանանք պատասխանատվության ենթարկել։ Մինչև դուք ապացույցներ ձեռք բերեք, նա կհասցնի վնասել որդուս կամ հարսիս։ Հասկացիր, նա շատ վտանգավոր է։ Ալբերտ, մենք դա գիտենք եւ աշխատում ենք նրա դեմ հանցանշաններ ձեռք բերել։ Ես բողոքում եմ նրա դեմ։ Նա փորձել է իմ որդուն վնասել։ Ես խնդրում եմ ձեզ իմ բողոքի հիման վրա պատժել նրան։ Ալբերտ, որդիդ իր ոտքով է գնացել եւ հետո էլ քո որդին հիմա առողջ է։ Մենք նրա դեմ կոնկրետ ապացույց չունենք։ Այդ դեպքում ինչպես անենք, որ նա հայտնվի Բերթում։ Որտեղ Բերթն է այն մարդու տեղը, որը վնասակար է շրջապատի համար։ Մի փոքր համբերություն ու օրենքն իր ճիշտը կհաստատի։ Այսօր նոստալգիաների օր է։ Դրա համար էլ եկել ենք ստեղ։ Հենց որ կին արմատները բողոքել չլինեն։ Բայց ով բողոքեց։ Զարմացած նայում էի իմ վրա, դրա համար էլ ասեցի։ Ժողովուրդ, բայց ով կմտածեր, որ այցը համալսարան մեզ այս կարգի կարող ուրախացներ։ Հա դե դու օրինակելի տեղ ես դարել։ Նույնիսկ ուզում ես պարապես, որ գնես քննությունների։ Շատ ճիշտ է անում, բայց չէ քո նման։ Հեսա ավարտում ես մի հատ գիրք բացած չկաս։ Ով է բաց է խերվել, որ ես էլ բաց եմ։ Չէ, երեխեք, տենց մի ասա, կրթված մարդը միշտ էլ իր տեղը գտնում է այս կյանքում, ու գիտելիքը միշտ էլ գնահատվում է։ Բաց ճոպ։ Լավ, եկեք ես իմ համոզմունքներից չխոսամ ստեղ, որովհետև ես մենակ եմ, դուք շատ։ Ստյոպ, օրինակ վերցրու բաժակդ, ու այդ քո ճարտար լեզվով ես մեր երկու լավ զույգերի համար կենաց ասա։ Ում է պետք քո կարդացած գրքերը, որ մի հատ կենացը չես կարող ասես։ Ինքը դեռ չի կարդացել, պետք է նոր սկսի։ Հասկացար, դե սկսի։ Լավ, սկսեմ։ Ուրեմն այս բանը շատ անգին է իմ համար։ Ու շատ շատերը կերազեն ունենան այն հարստությունը, որ մենք ունենք այս բային։ Իսկ մենք այս բային ունենք սեր, առողջություն, ընկերություն, որը որ ուղղակի ընկերություն չի։ Եկեք շնորհակալություն հայտնենք Բարձրյալից, որ մեր ճանապարհները մի օր խաչել է իրար հետ։ Ու մենք հիմա ընկերներ ենք ու լավ բարեկամներ։ Եկեք խմենք մեր կենացը Սևակի ու Մարիցայի ականջնե կանչի։ Ես սիրում եմ ձեզ։ Ապրես, աղբերս, փաստորեն դու անցյալ կյանքում Հունաստանում ես ապրել ու հռետոր ես եղել։ Բնածին տաղանդ ունի։ Նստեք։ Հարմար է։ Այս որոշմանը գալու համար ինձնից երկար ժամանակ պահանջվեց։ Ուզում եմ սկսել սկզբից։ Թե ինչ եղավ, երբ դուք ծննդաբերեցիք։ Սկիզբը ես լավ գիտեմ։ Մենք բազմիցս խոսել ենք։ Կետ առ կետ քննարկել ենք իմ ծննդաբերությունը եւ այն, թե ինչպես է Էլենը հայտնվել ինձ մոտ։ Բայց կան բաներ, որոնք չլինի իմ հիվանդության պատմությունը, որը մեծ խնդրանքներից հետո ասացիք Սերոժն այրել է տվել, պարզվելա չի այրվել, դուք այն գտել եք։ Ոչ։ Ինչի եք կանչել։ Ինչ նոր բացահայտում է ինձ համար լինելու։ Նստեք, խնդրում եմ։ Ասացի հարմար է։ Խոսեք։ Ինչի եք ինձ տանջում։ Ձեզանից շատ ինձ եմ տանջում։ Այս պահին մահն ավելի կգերադասեի։ Ես գնում եմ այս կայլին հանում Դեյվի հանդեպ ունեցած սիրուս։ Այդ մաքուր երեխային մի խառնեք ձեր ու Սերոժի աղավաղված խաղին։ Նա արդեն խառնված է տիկին։ Խառնված իր ծնված պահից։
ձեր որդին ողջ է։ Ապրել է ու ապրում է։ Իմ Դեյվը ձեր որդին է։